ասեմ, որ այս նորից բոլոր համալսարանների ուսանողների մասին գիտի, ովքեր են, գիտի նրանք եւ վաղուց է այս գործը անում, որովհետեւ գաղափարային է, որ ուսանողները չգան, ուսանողական վիզա չկործածեն որպես իմիգրացիոն վիզա, այսինքն ընդունեն որևէ ինչ-որ մի փոքր դպրոց նույնիսկ կամ լավ համալսարան, բայց კი դասերի չհաճախեն, այլ պարզապես օրինավոր ձևով ապրեն Ամերիկայում, քանի որ վիզան իրենց ստատուս է տալիս։ Շատ ավելի լավ է, եթե փող ունես այսպես անես, քան թե գնաս ինչ-որ սահմանը ոտքով անցնես եւ կարտելերին փող վճարես եւ այլ եւ այլ։ Այդ հարցի մասին մի քիչ խոսացել եմ, նայեք իմ ապօրինի ներգաղթի վիդեոները։ Ինչ վերաբերում է այս հարցին, ուրեմն սա ոչ միտեղ չէր շարժվում, միջև որ ասեց, օքեյ, վիզաներից բացի եթե չեք ուզում ընդունեք, ուրեմն ձեր բոլոր բաները պետական կոնտրակտներն են խզում։ 100 միլիոնի չափ կոնտրակտներ կային, ներառյալ օրինակի համար federal government-ի բոլոր senior executive service-ի անդամները, որոնք նոր ստանում են այդ կոչում